Ուսուցչական համակազմի 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձր է վարձատրվում։ Կրթական գերատեսչության պատասխանատուն է վստահեցնում։ Ասում է, թե ուսուցիչներ կան, որոնք մինչև 595,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Հավելում է Անդրեասյանը, այս տարի ատեստավորմանը շատ ավելի մեծ մասնակցություն կլինի։ Կրթության փորձագետները, սակայն, նախարարի այս հայտարարություններին թերահավատորեն են մոտենում։ Ավելին կարծում են, թե այս գայթակղիչ թվերով գերատեսչությունը փորձում է կոծկել իր ձախողումները։ Կառավարությունը 20%-ի մասին է խոսում, դա նշանակում, որ արդեն 3-4 տարի ներդրված կամորատեստավորման համակարգը իրեն չի արտարացրել։ Ուսուցիչները շահագրգռված չեն մասնակցել կամորատեստավորմանը։ Նախնական պլանավորման պետք է բոլոր ուսուցիչները արդեն անցած լինեին։ Նույնիսկ այդ հայտարարած 20%-ը դա շատ փոքր չի բեր, ընդ որում 20%-ը չի հասնում պաշտոնական թվերով, մոտենում են կարծես թե 20%-ի, եւ դրա մեջ նրանք հաշվում են նաեւ այն մարդկանց, որոնք մի քանի անգամ են դիմել։ Ատեստավորման միայն դրական կողմն են ցույց տալիս, ներկայացվող բարձր թվերի ֆոնին էլ փորձում մոռացության տալ մոտ 1400 ուսուցչի կրթական գործընթացից դուրս թողնելու հանգամանքը։ Հենց այդ նույն կամավոր ատեստավորման արդյունքում է, որ այսօր Հայաստանի մի շարք դպրոցներում մասնագետների սով է, պնդում է ոլորտի փորձագետը։ Փոխարինողներ դեռ մինչև հիմա չունեն եւ ստիպված այսպես ասած մենթոր դպրոցների մեխանիզմ են գործարկում, որպեսզի կարողանան հեռավար ձևով ուսուցիչներ ունենալ այդ դպրոցներում, որը կարելի է ասել հավասար է համարյա ուսուցիչ չունենալուն։ Իսկ այսպեսի դպրոցների թիվը 100-ից անցնում է հիմա Հայաստան։ Ու թեև նախարարությունից վստահեցնում էին, որ ատեստավորումը չհաղթահարելու դեպքում պահվում է անանունության սկզբունքը, բայց հաջորդող գործընթացները մատնում են իրողությունը։ Ըստ փորձագետի, այդ է նաև պատճառը, որ ուսուցիչների մնացած 80%-ը անգամ նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց հետո չի ցանկանում ատեստավորվել։ Ցանկացած ուսուցիչ իր հեղինակությունը չոտնահարելու տեսակետից շատ դեպքերում մտածում է արդյոք արժի դիմել կամորատեստավորման, թե ոչ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումից 4 տարի անց ունենք գործազուրկ մասնագետներ, հարյուրավոր թափուր հաստիքներ ու անորակ կրթություն։ Ինչի են փորձում այսպիսով հասնել, հարցնում են փորձագետները։ Չեն հասկանում միթե, որ վաղուց արդեն ավերել են կրթությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։